Լաչինում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները։ Տարածված անսովոր այս հաղորդագրությանը միանգամից հետևեցին տեսակետներ, որ առաջիկայում Հայաստանի էներգետիկ ոլորտը ադրբեջանականի հետ սինխրոնացնելու քայլեր կարող են արվել։ Հայաստանի համար տեխնիկապես այս process-ը նորություն չէ, վաղուց կա նման գործակցություն Իրանի հետ։ Սինխրոնացում որոշակի ունենք, ասենք թե Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ վաղուց։ Եվ դեպքեր եղել է, որ այնտեղ խնդիրներ եղել, դա անդրադարձել է մեր վրա եւ մեր մոտ եղել անդրադարձել են դե, բայց սա նաեւ ստեղծված են համար, որ նպաստել օգնել իրար այդ խնդիրները լուծելու համար։ Այսինքն էներգետիկ համակարգերի նույնիսկ մասնակի ինտեգրումը պարունակում է ռիսկեր, որոնք անգամներով ավելանում են, եթե կողմերից մեկը մյուսի հանդեպ մեղմ ասած էքսպանսիոն քաղաքականություն է վարում։ Այսինքն տեխնիկական առումով Ադրբեջանի էներգետիկ համակարգի հետ ինտեգրում արդեն ռիսկեր է պարունակում, նույնիսկ եթե լավագույն սցենարով մեր հանդեպ որևէ վնասակար քայլ չծրագրեն։ Իդեպ ամիսներ առաջ Թբիլիսին ամբողջությամբ մի քանի ժամով մնացել էր խավարի մեջ հենց Ադրբեջանի հետ ինտեգրված էներգահամակարգում առաջացած խնդիրների պատճառով։ Ամեն ինչ կախված է թե դու ինչ հարաբերություններ ունես, եթե դրական լավ հարաբերություններ, իհարկե դուք օգնում եք իրար։ Եթե հարաբերությունները ինքան հետ են, դա կարող է լրիվ քո համար մեծագույն խնդիրներ ստեղծի սիստեմատիկաբար եւ անընդհատ, եթե քո համակարգը, որը սինխրոնիզացված է քո հարևան երկրի համակարգի հետ, եթե ինքը անընդհատ ինչ-որ խնդիրներ ստեղծի ու դա արվի հատուկ, այլ ոչ թե պատահականության սկզբունքով։ Իսկ այդ դեպքում, հա, ինքը բավական լրջագույն ռիսկեր է պարունակում մի երկիր, որը քեզ թշնամի պետություն է։ Ինտեգրում ասածը ենթադրում է, որ հենց նախկինում Արցախի տարածք Հայաստանին կապող էներգետիկ հանգույցով հիմա հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել ադրբեջանական կողմին կամ նրանցից ստանալ էլեկտրաէներգիա։ Այստեղ շատ կարևոր է այս գործարքում ով է վաճառում։ Վաճառողը միշտ ստանում է ավելին, թե ազդեցության իմաստով, թե քաղաքական process-ներում հարկադրանքի լծակ ձեռք բերելու իմաստով։ Տարիներ առաջ Ադրբեջանը Եվրամիության ներկայացուցիչների հետ ռազմավարական համաձայնագիր է ստորագրել, ըստ որի ենթադրվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարելու եվրոպական պետություններին, այսինքն Ադրբեջանը ունի էլեկտրաէներգիայի կայուն ավելցուկ, շնորհիվ այդ թվում բնական գազի պաշարների առկայության։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ նշել էր, որ իրենք կարող են Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։ Դատելով մեր իշխանությունների ադրբեջանական կողմի հռետորաբանությունից, ամենատարբեր առիթներով նրանց արտահայտած դիրքորոշումից, այստեղ գնորդը լինելու է Հայաստանը։ Այսինքն Ադրբեջան ձեռք է բերելու եւս մեկ լծակ Հայաստանի վրա ազդեցություն գործելու համար։ Հատկանշական է, որ երկար տարիներ խոսվում է դեպի Իրան նոր բարձրավոլտ նոր էլեկտրալարի անցկացման անհրաժեշտության մասին, որի միջոցով հնարավոր կլինի դեպի Իրան ուղղել Հայաստանի ցանցերում կուտակվող ավելորդ էլեկտրաէներգիան եւ այն փոխարինել բնական գազի հետ, բայց արդեն երկար տարիներ այդ նախագիծը տեղից չի շարժվում։ Ֆեյքերի ֆաբրիկա։ Նոր տերմիններ, որոնք վերջին տարիներին ամուր տեղ են գրավել քաղաքական բանավեճերի ընթացքում կիրառվող բառապաշարում։ Որպես կանոն այդ հասկացությունները դառնում են ակտուալ այն պահերին, երբ ֆոկուսում է հայտնվում որևէ ընդդիմադիր գործիչ կամ ուժ կամ իշխանության թիրախում հայտնված այլ կառույց։ Համոզմունք են հայտնում ընդդիմադիրները։ Համացանցում միանգամից անդեմ օգտատերերի կողմից գրոհի են ենթարկվում դրանց ներկայացուցիչները։ Վերջերս վարչապետին հարց ուղղեցին, թե ինչ է արվում ֆեյքերի գործարանների կազմակերպիչներին եւ կառավարիչներին բացահայտելու ուղղությամբ։ Եկեք ընդունենք օրենսդրական, եթե դա հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական ցանցում պրոֆիլ ունենալը պետքա բանարի, նույնականացնելով լինի։ Եկեք ընդունենք, եկեք համատեղ կոնսենսուս ձևավորենք եւ գնանք սոցիալական ցանցերի առաջ խնդիր դնենք։ Ասենք մեր երկրում ֆեյքը արգելված է, ով որ անձնագրով կնույնականացվի, չի կարողանում այսքան ժամանակ բանանվի, բոլոր պրոֆիլները փակեք։ Ֆեյքերի եւ ֆեյքերի գործարանների դեմ պայքարը կարևոր է համացանցում ատելության խոսքը կանխելու տեսանկյունից, բայց Նիկոլ Փաշինյանի առաջարկած լուծումը հատուկ է խիստ ավտորիտար ռեժիմներին, նշում են փորձագետները։ Համացանցում օգտատերերի անձնական տվյալների գրանցումը լավ տեղ չտանող քաղաքականություն է։ Կա ինչ որ հավանականություն, որ
իշխանությունները օրենքը կընդունեն, հետո ասենք ինչ են անելու, ծանուցելու են այդ հարթակներին, ասեն այսպես կվարվես, եթե ոչ ինչ, սպառնալիքն ինչա կտուգանենք, եթե իրանք երկրում գրանցված չեն, որևէ գործողություն առանձնապես չեն անում, այդ տուգանքը սիմվոլիկ բնույթ է կրելու, ինչպես տեսնում ենք օրինակ Ռուսաստանի դեպքում, կամ հաջորդ տարբերակը այն է, որ կարգելափակենք։ Ընդհանրապես վերջին շրջանում համացանցային եւ կիբերտիրույթում տարբեր չարիքների դեմ պայքարելու պատճառաբանությամբ սկսել են կիրառվել գործիքներ կամ ծրագրվում են գործողություններ, որոնց բուն նպատակը կարծես մարդկանց վերահսկումն է եւ մասնավորապես խոսքի ազատության սահմանափակումը։ Այսինքն կատարվում է որևէ փոփոխություն որպես կանոն հանցավորության կամ ապօրինությունների դեմ պայքարի համատեքստում։ Մարդկանց հետևել, կամերաներ դնել, օպերատորներին պահանջել, որպեսզի գրանցեն տրաֆիկը, հեռախոսների, իմեյլների բազաներ ստեղծել։ Ցույց է դնում, որ մեր մոտ ինչ-որ պետական համակարգում կա այսպիսի մտածելակերպ, որ պետք է բոլորին հսկել, անանունություն չլինի, չգիտեմ, այսպիսի ինչ-որ բաներ չլինեն եւ դա շատ վտանգավոր տենդենց է։ Բայց գանք բուն խնդրին։ Ֆեյքերի նման քայլերի հետևանքով տուժում են սովորաբար հենց բարեխիղճ քաղաքացիները, իրական օգտատերերը, իսկ ֆեյքերը որպես կանոն մնում են անվնաս, քանի որ նման ֆաբրիկաների կազմակերպիչները ճկուն են եւ գիտեն, թե ինչպես է պետք շրջանցել պետության կողմից կազմակերպված սահմանափակումները։ Երբ որ կառավարությունը անդադ խոսում է հիբրիդային հարձակումների մասին, ինձ դա նշանակում է, որ այդ ֆեյքերը Հայաստանում չեն։ Այսինքն փաստացի դու մտցնում ես հակադեմոկրատական սկզբունք, պարտադրում ես մարդկանց անանունության դեմ պայքարի ստանում, բայց խնդիրը չես լուծում, որովհետև փաստացի այդ ֆեյքերը պարզապես Հայաստանի դրսից են։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ուզենա Հայաստանի ներս դառնի, ինքը VPN-ի միջոցով կգրանցվի ու երևա որպես ուրիշ երկրից։ Կա եւս մեկ խնդիր այս համատեքստում։ Եթե օգտատերերի գրանցումը սոցիալական ցանցերում արվի անձնական տվյալների նույնականացման միջոցով, ապա որտեղից վստահություն, որ դրսի ընկերությունները, որոնց ձեռքերում կհայտնվի այդ արժեքավոր տեղեկատվությունը, կկարողանան այն հավուր պատշաճի պահպանել եւ չեն դարձնի երրորդ կողմի համար հասանելի։ Ավտոմեքենաների համարանիշների գողությունը վարորդներին ոչ միայն ֆինանսական վնաս է պատճառում, այլև փաստաթղթային քաշքշուկի առաջ կանգնեցնում։ Նման հերթական դեպքն է բացահայտվել Երևանում։ Փողոցներից մեկում կայանած 5 ավտոմեքենաներից գողացել էին զույգ համարանիշները։ Ոստիկանության տվյալով գողությունը կատարել են Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող 3 օտարերկրացիներ։ Փորձագետները սակայն ասում են, մեկ դեպքի հիման վրա եզրահանգումներ անել պետք չէ։ Միաժամանակ կարևորում են կանխարգելիչ միջոցների ուժեղացումը, առաջարկում են քննարկել տուժած վարորդների ֆինանսական պաշտպանության հարցը, գողացած համարանիշների վերականգնման ծախսը ապահովագրական ծածկույթում ներառելու հնարավորությունը։ Լուծումներ պետք գտնել, որպեսզի քաղաքացիներն գոհ մնան։ Պետք է պաշտպանված լինի պետության կողմից, կամ ապահովագրվի այդ ամենը, կամ այդ մասը մտնի ապահովագրության մեջ։ Քանի որ դա արդեն հանցագործություն է եւ դա գրանցվում է ոստիկանության կողմից, ապահովագրականը պետք է խնդիր չունենա որևէ կասկածների, նրանց կարող փոխհատուցվեն։ Համարանիշների գողության դեմ տարբեր երկրներում կիրառում են նաև պարզ տեխնիկական լուծումներ, ասում են մասնագետները։ Օրինակ, ոստիկանները եւ համայնքային կառույցները մեքենաների սովորական պտուտակները փոխարինում են միակողմանի հակագողության պտուտակներով։ Դրանք սովորական գործիքով հեշտությամբ հանել հնարավոր չէ։ Փաստաբանների գնահատմամբ հերթական դեպքը դժվար թե բերի համարանիշների գողության դինամիկայի, սակայն նկատում են, որ 3 անձի մասնակցությունը կարող է վկայել նախապես համաձայնեցված գործողության մասին։ Կարծում եմ, որ սա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ օտարերկրացիները ամենայն հավանականությամբ տեղեկատված չեն եղել, որ Հայաստանում նման հանցագործներ սկսել են արդեն բացահայտվել, բացահայտման թիվը շեշտակի մեծացել է եւ միգուցե այն երկրից, որից որ եկել են, դեռևս բացահայտման ցուցանիշը մեծ չի եւ մտածում են, որ Հայաստանում եւս չեն բացահայտվի։ Մասնագետները չեն բացառում նաև այն վարկածը, որ այսպիսի հանցագործություններում անմիջական կատարողները կարող են օտարերկրացիները լինել, բայց հնարավոր պատվիրատուն կամ տուժողի հետ կապ հաստատող անձը տեղացի։ Սակայն ըստ փաստաբանների միայն հայերեն հաղորդագրություն ստանալը դեռ չի ապացուցում հայկական կողմի մասնակցությունը դեպքին։ Եթե անգամ գողացել են, շատ հանգիստ կարող են հայերեն պատասխանել հայերին առանց հայի մասնակցության տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ օնլայն թարգմանիչների միջոցով։
Խնդիրը պետք է դիտարկել նաև միգրացիոն վերահսկողության տեսանկյունից, ասում են փորձագետները, շեշտելով, որ պետք է պարզել Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող անձանց գտնվելու իրավական հիմքերը ու կարգավիճակը։ Իսկ համարանիշների գողության դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ են կանխարգելիչ տեխնիկական միջոցներ եւ տուժած վարորդների պաշտպանության հստակ մեխանիզմներ։ Սա Աբովյան քաղաքի Ռուսաստանի փողոցում է ավտոլվացման կետը մինի լճակ է հիշեցնում, ընդ որում կեղտաջրերի։ Այստեղից դուրս եկող կոյաջրերը մի քանի փողոցներն են ողողում, հասնում մինչև քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Սևանի փողոցը։ Այստեղ պիտի լինեք, որպեսզի զգաք, թե ինչ գարշաոտ վիճակ է, ինչ կա նաև համաճարակի վտանգ։ Ու այս կեղտաջուրը կոյուղատարերից հավանաբար դուրս է գալիս, լցվում, հոսում մինչև Աբովյան քաղաքի մի քանի փողոցներ։ Բնակիչներն ասում են, այս պատկերն է, քանի որ կոյուղատարերն են խցանվել, իսկ օրեցօր համաճարակի վտանգը մեծանում է։ Սա հավանաբար վիոլաջրի խնդիրն է, թեպետ վիոլաջուրը կարող է արդարանա, ասի սա իմ խնդիրը չի, սա սեփականատիրոջ խնդիրն է, ամենայն դեպս ում խնդիրն է, չգիտեմ, բայց որ պիտի շատ արագ այս վիճակը վերացվի, դա ակնհայտ է։ Ու քանի որ Վեոլիա ջուր ընկերությունից քայլեր չեն տեսնում, աբովյանցիները Կոտայքի մարզպետարանին ու Աբովյանի քաղաքապետարանին են դիմում խնդրի լուծման համար։ Մարդիկ էս կեղտաջրի միջով էթում են։ Իսկ Աբովյան քաղաքի Գեղարդի 3-րդ շենքի խնդիրը լուծվել է։ Այսօր լրատվականն ու Շամշյան կոմն էին բարձրաձայնել դրա մասին։ Խողովակի վնասման պատճառով բնակիչները սկզբում զրկվել էին ջրից, հետո արդեն հոսանքից, քանի որ էլեկտրաբաշխիչ արկղը գտնվում էր այդ հատվածում։ Աբովյան խոշացված համայնքի ղեկավարի միջամտությունից հետո Վեոլիա ջուրն արագ է արձագանքել։ Հսկա է ծավալ աշխատանք է կատարվել, փոխվել է վնասված խողովակը։ Հոսանքը միացավ, չէ՞։ Այո, ապրեք դուք, ասված օգնական ապրեք։